Օլիմպիադանում բռնցքամարտիկները նույնպես 10 օրից ավելի չեն կարողանում մարզադահլիճում մարզվել, ստիպված փողոցում են իրենց մարզումներն անցկացնում։ Այս ընթացքում ձեր մարզիկները հատկապես ինչով են տուժել, ինչ խնդիրներ են առաջացել։ Դե տեսեք, մրցումներ ունենք առաջնային, ամսի 17-ին պետք է մրցաշարի մասնակցենք, բայց փաստորեն չենք կարողանում։ Այս մակարդակով բոլորը փորձում ենք մի քիչ մարզավիճակ պահենք, բայց ես մոտ 200 սան ունեմ, այս ամեն ինչը չի տեղավորվում, նախ առաջինը, ամեն ինչով տուժում ենք։ Բռնցքամարտը հարվածային մարզաձև է, գիտենք, որ տանձիկներ են պետք, այլ մարզումներ են պետք, դրանք ոնց եք անում։ Դե տեսեք, մարզագույք կոնկրետ չունենք, չգիտենք ոնց պահենք այս ամեն ինչը, չեմ կարող ասեմ, կոնկրետ խնդրել ենք ինչ-որ ձևի գոնե ինչ-որ բան դուրս անենք, բայց արգելել են ու այս ամեն ինչը մուտքը փակ է, մենք չենք կարողանում աշխատել, ստիպված երեխեքին կամ ծանոթներին բացատրություն եմ տալի ոնց աշխատենք, ինչ անենք, իմպրովիզ ենք անում հիմնականում, ասենց ասեմ, փորձում ենք մի քիչ մարզավիճակ պահենք։ Ոնց եք տեսնում այս ամենի ելքը։ Գոնե թույլ տան մասնակի մարզվենք, ինչ որ բաների պատրաստվենք, հետագայում հասկանանք, ոնց մի process ինձ կոնկրետ ինձ հետաքրքիր չի, իմ ծանոթներին հետաքրքիր չի, ինձ առաջնային մտահոգում են իմ երեխեքները, որտեվ ես այս թիմը 0-ից ստեղծել եմ, ու մոտ 200 հոգանոց թիմ է բացվել ու բոլորը բողոքում են։